Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկաթուղիների գործարկման հարցով Ռուսաստանին դիմել են գրավոր։ Այս հարցով Ռուսաստանից դրական ազդակներ ստացվում են, նշել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կենտրոն վարչական շրջանում հանդիպում է ունեցել մի խումբ ուսանողների եւ աշակերտների հետ, որի ընթացքում ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները։ Ստրասբուրգ այցի շրջանակներում արտգործնախարար Արարատ Միրզոյանը քաղաքավարական հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի նախորդ նախագահ Թեոդորոս Մուսուպոլոսի հետ։ Անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի շրջանակներում տարբեր մակարդակներում ձևավորված դինամիկ փոխգործակցությանն ու առաջնահերթություններին։ Կրեմլն ԱՄՆ-ին եւ Իրանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել եւ հրաժարվել ուժի կիրառումից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նա նշել է, որ բանակցությունների ներուժը չի սպառվել, ուստի ուշադրությունը պետք է կենտրոնացվի դիվանագիտական մեխանիզմների վրա։ Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հերիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում գրառում է կատարել Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վերջին տուրի հանդիպումից հետո 10 տարի անց հատուկ երեկո գրել է ֆուտբոլիստը կցելով խաղից լուսանկար։